Բարև սիրելիներ, բարի գեստոր Լոս Անջելեսեն, բարի եկած եք Coffee Time-ին դարձյալ, ուրախ ենք, որ այսօր եւս դեր արժանացուց արկեկները վերցնելով, չնայած որ մենք կվայելենք Տիրոջը ներկայությունը, օրհնությունը, բարիքները, ողորմությունը եւ ինչ որ Տերը մեր արժեվը գտնե մեզ գարաչնորտե մենք կողունակությամբ Տիրոջը ցերկեն կստանանք ուրախությամբ Եվ այսօր ինձ համար իմ ուրախությունս մեծ է, որ դարձյալ իմ հյուրերես, ասենք մասնագից եղավ իմ շատ սիրելի եւ թանկագին եղբայրս Գարո Բեկարյան, Հալեբեն, մենք դեռևս մոտավոր 33 տարի, 35 տարի է գճանչնանք եւ ընտանեկան գաբեր ունեցած ենք Փարքտիրոջ Աշխարհը բզդի է, ուրդեղեն ուր ամեն մեկս իր ընտանիքով, ասենք Լոս Անջելես եկանք եւ հոս կշարունակենք մեր ծառայությունը ցկելով այնտեղը հոս Տերը կգործած է։ Կուզեմ ասել, որ Գարո եղբայրը ասկե 5 տարի առաջ Coffee Time-ի հյուրս եղած է եւ հիմա գահավադամ որ ասկե հետո աջախագի գտնվի եւ Աստված է որ պիտի բարավորվի ի վերջո։ Պարկաստուզոլա կուզեմ ասել, որ Գարո եղբայր Բեկարյանը Հայաստանյաց Արաքելական եկեղեցասիրած եղբայրակցության Սուրբ Կարապետ եկեղեցու մասնաճյուղի պատասխանատուն գլա Գարո եղբայր Բեկարյանը բարի եկած ես Գարո եղբայր Բարի դեսանք ցավի քույրս Շատ ուրախ Խնդրեմ Գարո Եվ ուրախություն ունի մսելու որ իր մեծ աղջիկը Մարիանա Բեկարյան Բացկամեն յետքը իր վզդիկ բաժինը պիտի բերե բայց գավադանք որ անգե վերջ կալիկ օրերը որ ասված սուրերը բանա ավելի ընդարձակ ծառայությունին գբերեն Coffee Time-ին այո Գարո քիչ մի քանի այսպես հարցումներ հարցնեմ եղբայրս որ որքան ժամանակ է Ամերիկա ես փոխադրված ես Ուրեմն 2001-ին եկա սեպտեմբերին մինչև մահոսեմ Ընտանիքը դերը ներդրումներ դվավ Անջելան է դինես եւ դերը կորցի տուրը բացավ հոգեվոր կորցման շուշտ եւ մինչև որ Հայաստանյաց Արաքելական եկեղեցասիրած եղբայրակցության մեջ շարունակեմ ծառայելու դերը պարապանելու եւ գործելու Ամեն ուրեմն Անջելան հայրենիքն է Հայաստանն է այո Հոս ծանոթացակ Ամերիկա եւ ընտանիք անուշիկ ընտանիք կազմեցիք ասված բայ բաբան է երկու աղջիկ զավակներ ունիք Մարիանա եւ Մայդա Բեկարյաններ անուշիկներ սիրեմ ես շատ կուզեի որ այսօր Մայդան իր բաժինը բերեր բայց քանի որ քննություններում մեջ հասկանալի է թող որ ասված բոլոր Մայդային սկսյալ բոլոր աշակերտներուն հաջողություններ դա իմաստություն դա իրենց միտքը բանա որ գարենան քննությունները անցնել հաջողագորեն եւ ի վերջո վերջավորջան այս ուսումները որ կստանան Աստծո փառքին համար թողլա մի Փառք Հիսուսին ամեն Գարո եւ այս ծառայություններուդ կողքին զանազան ծառայություններ ունիս եւ այսօր կողքին քո անձնական կորձը դունիս եւ անձնական կորձը կնես շատ քնահատելի է բրավո Գարո եղբայրս Ամեն բան Աստված դասավորած է մեր կյանքին մեջ երբ որ իրեն ցերկը չենք ցկեր հետևաբար չենք գաղար չենք անչադվիր ասաշխարեն դերը մեր բոլոր պետքերը մեր բիդույքները գտա իր ճոխությանը չափով իր խոստումին համեմատ ամեն մենք ալ մեզիա պետք է որ մեր անելիքը չի գարջնցնենք որ հնարավորություն ունենք դարայենք Տերոջը Քանի որ այսօրվա նյութս պիտի ալլա իր կալուստը Այո Անոր մասին պիտի խոսենք Այո իր կալուստի մասին Տեսնեք որ պետք է որչափ ներողություն անհրաժեշտ է ամբողջովին բարաբին Տերոջը եւ իրեն փառքը պատմել Ամեն Գարո եղբայրս Եվ գիտեք սիրելիներ Գարո եղբայրը շատ սրդիս հարազատ եղբայր է Ես գտնամ ասել իմ ռեշտակ եղբայրս ոչ թե իրեն երեսին բայց իրականություն է որ այսօր հազվագյուտ է Գարոյի նման ծեր իրաբես ռեշտակային հոգի եւ սիրտ ունի սիրելիներ
գիտեք ինչն է, երբ որ դիրոջը հետ մեկը որքան հաղորդակցության մեջ լա, այդ ժամանակ գնույնանա Աստծո նմանելով։ Եվ Գարո եղբայրը Փարքը Աստծո լանշուշտ ինչ որ գսենք, դերը գփարավորվի, Գարո եղբայրը երբ որ գիտեմ ինչքան որ լսած եմ, եւ կորձենք ու կա հոգնած ընտանիքին այդ ժամանակ կանցնե, որ մե յետքը իր սենյակը քաշվի եւ 2-3 ժամ աղոթքի կնվիրվի։ Ասիկա գրեթե օրական գրնամսել որ այսպես գարոն կանցնե իր օրերը, ադեւ որքան մենք Աստծո հետ ժամանակ անցնենք աղոթքով, դիրոջը խոսքով, փառաբանությունով, արդեն գամած կսկսենք նույնանալ նմանիլ Դեր Հիսուս Քրիստոսի եւ գարոն այդ անձերը մեկն է սիրելիներ, որ իրապես ռեշտագային սիրտ ունի։ Ես չեմ գիտեր գարոին, որ չեմ լսած օր մորանց, որ մեգեմը նեղվի, մեգեմը քեմբահե, գամսենք վրեժխնդրությամբ, թարնությամբ, անել երբեք այս բաները ես չեմ տեսած գարոյի մեջ ընդհանրակը ինքը գկաչալերը, ինքը գզորացնե ուրիշներուն, որ գաբի մեջ լան հաշտվին, այսլան հաշտարար եղբայր է, խաղաղասեր եղբայր է, գարո չեմ ուզեր ամեստությունը վիրավորել, բայց ինչ որ գսկամ, ինչ այդերեմ, ինչ որ տեսնեմ, այդ է որ դվգայեմ կումասիտ, և թեր դագավին իմ ասացները շատ ավելին է գարոն, որ ես թերևս չեմ գիտեր, ասված օրհնելով օրհնե եղբայրս, ավելի ժամանակը չարնեմ հերթը քեզի դամ, մեզի Աստուծո քաղցր խոսքեն համով ջաշմը գերցնես, Փարք Աստուծո, որ մեր հոգիները հակենան, որ մեր ետքը աշուշտ Մարիանան բիդի երկե մեզի։ Խնդրեմ։ Գնացինք։ Ուրեմն այս շաբաթ, ինչպես որ գիտեք, մեր եկեղեցին գդոն է համբարձման դոն։ Եվ ես ուզեցի այս համբարձումը վերածել եւ ներկայացնել հափշտակության։ Դարբերություն կա հափշտակությունը, հարությունը եւ համբարձումը։ Ես ուզեմ Հիսուսի արած քայլերով մեջբերել ճշմարտությունը։ Նախ ուզեմ գարտալ Պողոս առաքյալի խոսքը եւ այնտեղեն սկսենք մեկնաբանության, անուն հոր եւ որդու եւ որդուն սրբ ու ամեն։ Ուրեմն առաջին Թեսաղոնիկեցիս 4:13-ին մինչև 16 առակը պիտի գարտան։ Յանձը եթե գահավատանք, թե Հիսուս մեռավ ու հարություն արավ, նույնպես ան Աստված ննջեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ, այսինքն Հիսուսի հետ։ Վասն ասիկա գսեմ ցեզի դերոջը խոսքովը, թե մենք մինչև դերոջը կալուստը ողջ մնանք։ Բնավ ննջեցյալներին առաջ պիտի չի անցնենք։ Վասն դերը ինք աստարարության հրամանով, ռեշտագավետին ցայնով ու Աստծո փողով երկինքեն պիտի իջնե, եւ ոսոն մոռացները առաջ հարություն պիտի առնեն։ Ետքը մենք ալ որ ողջ մնացած ենք, անոնց հետ պիտի հափշտակվենք, ոս հափշտակության բառը կա։ Ամբերով դերոջը արջև ելնելու օդին մեջ եւ այնպես հավիտյան դերոջը հետ պիտի ըլլանք։ Այս բոլոր գեդերը Հիսուս ինքը ռավ։ Նոր ուխտին մեջը։ Մենք հափշտակության մասին գլսենք հին ուխտին մեջ, որ երկու անձեր մեջտեղեն հափշտակվեցան։ Առաջինը Ենովք, Եղիա, իր հրեղեն գարքերով։ Նոր ուխտին մեջը գլսենք վկայություններ։ Երեք անձեր կվկայեն ասոր մասին։ Առաջինը Հիսուս, երկրորդ Հովհաննես առաքյալը, երրորդ Պողոս առաքյալը կխոսի հափշտակության մասին։ Ինչ է հափշտակությունը։ Հափշտակությունը արագորեն դեղեմը խլվել է։ Երբ որ կենթանիմը մեծ ասենք թե արույցը զդիկ ոչխար մգդեսն է, ուկայև գխլե զանիկա, արագ կերպով, ինքը զորավոր է ադի դգար է։ Եվ ասիկա բրնի ուժով գլա, առանց անոր գամքով գլա, եւ ագնտարտի մեջ։ Հիսուսի ընելիք մեզի դված այս արիթը հափշտակության արագ կերպով պիտի ըլլա։ Անգլերեն գսեն rapture կամ karab։
արաբերեն ըխտիթավ կսեն։ Այո։ Բան մգար եւ հանգարց մեջտեղ չգա։ Հմ, Մեկը բանը պիտի կողնա, ճուդով կողնա, խաթվ կնե։ Եվ այսպես պիտի ըլլա, գալիքին մեջ հավատացյալներում։ Հիմա ասի համբարձումը, որ Հիսուս համբարձավ, իրենց դեղեկացուցած էր առաքյալներուն 40 օր հարութենեն ետքը իրենց հետ մնաց եւ ետքը իրենց արավ ցիտենյաց լերը եկան եւ այդտեղեն գիտեին որ այլևս Հիսուս վերջնական պիտի ելներ եւ ճիշտ նույն բարական գլա հավատացյալներ պիտի ելեն եւ գսե ամպը ծածկեց անոր հավատացյալներն aus ամբերու ամբի գահանտի որ իբարսանան եւ ամբերը պիտի ծածկեն բայց արագ գերբով պիտի լա եւ առանց հավատացյալին սպասած ժամանակին հանգարձակի գերբով պիտի ըլլա իսկ հարություն Հիսուս հարություն արավ ինքը առաջինն էր որ հարությունը արավ իր բրգակորձութենեն ետքը բայց մենք կհանդիպենք նոր ուխտին մեջ որ հարություն առնողներ ալ եղան չէ Այո։ ուրեմն Մատթեոս 27-ի մեջ մի քանի համար կա երկու համար այսպես կսե ահա դաջարին վերակույրը վերեն բար երկուքի ջեղկվեցավ երկիրը շարժեցավ քարերը բադրեցան Մերյալները, որոնք Քրիստոսով ննչած էին, որոնք գերեզմաններու մեջ էին 2000 տարիները իվեր քարերը պիտի բադրդվին, շարժում պիտի լա, եւ գսե ննչեցյալներու մարմինները հարություն արին գսե, եւ գերեզմաններեն ելան անոր հարութենեն հետո, մտան սուրբ քաղաքը ուշադերու երևցան։ Այս դիք դող կա մեզի թե անոնք ինչ եղան, վերջի ինչ ասոր մեր տեղյակ չենք, արդյոք պարավորյալ մարմինով ելան, կամ թե ետ մահացան տեղյակ չենք։ Միայն Հիսուս անտրանիկն էր ամեն ինչի։ Եվ ինքը մեծակույն պաստն է։ Այո։ Հարութ առաջ մենք կարդացինք, որ այս բաները չլալեն առաջ բամը բիդել լահոս։ Նայեցեք ինչ կսեք։ Մասնզի դերը ինք աստարարության հրամանով հայրը աստարարության հրաման դիտա երկնքի մեջ ռեշտակներուն, ռեշտակավետներուն եւ Հիսուս պատրաստ, գազմը պատրաստ, որ հիմա ժամանակն է այլևս երկինք իշնելու երկրեն առաջ եւ եկեղեցին հապշտակելու հոս իդե հայդարարվի ռեշտակավետին ռեշտակավետը իր հրամանը դիտա ոնց փողը հնչեցող Հնչող հրեշտակաբետներ պիտի ըլլան, կամ հրեշտակներ։ Գսե աստարարության հրամանովը հրեշտակաբետին ցայնով, ցայնը պիտի հանե, հրճագե հրեշտակաբետը, հիմա ժամանակն է պիտի ասե, ու աստծո փողով երկեմ պիտի իջնե եւ Քրիստոսով մեռածները առաջ հարություն դա։ Ուրեմն փողը պիտի լսեն միայն հավատացյալները։ Միայն հավատացյալները։ Անոնք պիտի հապշտակվին։ Եվ ասիգա ակնթարթի մեջ պիտի ըլլա, որ մարմինները պիտի փոխվին հավատացյալներուն, հարություն առնողներուն մարմինները մարմնավոր են, երկնավոր պիտի ըլլան։ Այն թրեղեն մարմինները պիտի հակվին, որ ակնթարթի մեջ կնան տեղափոխվին։ Երկրեն մինչև երկինք, երկինքեն մինչև երկիր, ուր որ կուսեն, մտքի արագությամբ, ինչպես որ Հիսուս ելա։ Հիմա հոս գեդեր կան, որ մենք պիտի անցնենք։ Ինչ առաջ ասի, որ ովքեր կվգայեն ասոր, ասի Հիսուս կվգայե, Հովհաննես առաքյալ կվգայե և Պողոս առաքյալ կվգայե։ Ինչ վգայեցին, մենք անոր մասին սուրբգրային պաստերը պիտի տեսնենք։ Այո։ Հովհաննես առաքյալը ուրեմն իր ավետարանին մեջը գսե Հիսուսի ըսած խոսքը, որ Հիսուս ըսավ, ես երկինք պիտի երթամ, ձեզի համար բնակարաններ պիտի պատրաստեմ, որպես երբ ես կամ, ձեզիալ իմ կողս արնում, որպես ուր որ ես եմ, դու գալ հոն ըլլակ, ասի Հովհաննես առաքյալը ըսավ։ Հիմա կան երկու տեսակ հապշտակություն, մարմնավոր հապշտակություն
հոգիով հափշտակություն։ Շատեր այսօր հոգիով հափշտակություն գտնան ունենան։ Երբ որ դեսիլ կդեսկը։ Այս մեկը Հովանես Արաքյալը դեսավ երկինքի մեջ։ Եվ վգայ է, որ ինքը Պատմոս կղզին մեջ էր Հովանես Արաքյալը, հայտնության 4-րդ գլխի մեջ այսպես կսե։ Այս բաներեն ետքը դեսա, թե երկինքի մեջ բացված թուր մգար, առանցին ցայնը, որ լսեցի փողի նման էր, որ ինձ հետ կխոսեր ու գսեր փոս ելիր։ Ու ասկե ետքը լալու բաները քեզի ցույց եմ եւ շուտ մոքին ին վրաս եկավ, դեսա թե աթոր մտված էր։ Հոգիով հափշտակություն կա։ Որ մարմինը հոս է, բայց հոգին է։ Այս մեկը Բողոս Արաքյալը ներողություն, Հովանես Արաքյալը Պատմոս գլխին մեջ մեր հայտնությունը գրեց։ Այո։ Վերջին գիրքը եւ հոնդեր մենք շատ բաներ դեսնենք։ Ասիկա իր հոգիով հափշտակված դեսիլկով մեզի գրեց։ Մարմինը հոս է։ Բայց Բողոս Արաքյալը ուրիշ բան մը գսե, հետաքրքրական է։ Ինչ կսե Բողոս Արաքյալը։ Բողոս Արաքյալը շատ հայտնություններու դեր անձնավորություն մներ։ Շատ հայտնություններ ունեցավ, որտեղ Աստված իր մեկը իր փնդրածը կտա։ Եվ Աստված որ մեկումը գսիրե հայտնություններ կհայտնի։ Բայց որովհետեւ Բողոս Արաքյալը չի հբարդանա գտե, ինձի հրեշտակ տվավ, որ ինձի ներություն մտար։ Հայթոց ունեցավ։ Շատեր հիվանդության մասին գսեն, ես չեմ համոզված, որտեղ դեմը չի ասել, որ ես հիվանդ էի։ Իր դգարությունները գիշե Բողոս Արաքյան։ Բայց չսե, որ ես հիվանդացա, ես այսպես եղա, չէ։ Բայց այդոցը անոր համար է, որ ինքը չի հբարդանում։ Որպեսի չի հբարդանում։ Ուրեմն այսպես կսե։ Բարձենալը իրավցնե անօգուտ է, միայն թե գսե, նայեցեք ինչ բան մը գործած է, որ շատ խոնար երբով իր անձին վրա չի առներ։ Գսե դեսիկներուն ու հայտնություններուն հասնի մարդ մը վիճանչնայի, նա ինքը հիմա մեկնաբաներ գսեմ, որ ինքն է, բայց ինքը իր մասին չի խոսի, որովհետեւ չի հբարդա։ Վիճանչնայի մարդ մը վիճանչնայի Քրիստոսով, որ 14 տարի առաջ մարմինով էր, չեմ գիտեր, կամ առանց մարմնի չեմ գիտեր, ուրեմն գրնալալ կամ մարմնով հափշտակված է, կամ հոգիով։ Հատուկ բան է ասի։ Աստված գիտե գսել։ Ուրեմն երկուքը գրնալալ։ Աստծոքով ամեն բան կարելի է։ Ու գճանչնայի ուրիշ մարդ մը, հիմա առաջինը երկինք հափշտակվեցավ, երրորդ երկինքը գսե, ու գճանչնայի ուրիշ մարդ մը, մարմինով թե առանց մարմնի չեմ գիտեր, Աստված գիտե, որ դրախտ հափշտակվեցավ։ Ու լսեց անբատմելի խոսքեր, որոնց մասին արժանի չէ խոսի, ինչ գզսպեին իրեն, բայց Բողոս Արաքյան հափշտակվեցավ։ Եվ այնպիսի բաներ ըսավ, եւ միայն էքսպերտը կամ թե մասնակետը հափշտակության մասին Բողոս Արաքյանն է, որ շատ լայնածավալ գերբով դերակցություն կտա։ Շատ քիչ ետ կպիտի տեսնենք։ Ուրեմն Բողոս Արաքյանը, որ առաջին Թեսաղոնիկեցիսի մեջ գրած էր, ինքը հափշտակություն ունեցած է, որ այս ճշմարտությունները գտրել։ Այո։ Գնալ, թե հոգիով, թե գնալալ որ մարմնով երկինքի մեջ էր։ Եվ այսօր մենք, եթե ուզենք բրբդել, ովքեր հափշտակություն ունեցած են հոգիով, դեպքներ տեսած են, շատ կգտնենք։ Ոչ թե բարձրապես YouTube ասենք կամ թե Facebook ասենք, հիմա ժամանակն է, որ Աստծո հոգին թափվի ժողովուրդ։ Հիմա է ժամանակը։ Ամեն։ Եվ Աստված մեդիան գործած է, որովհետեւ յուրաքանչյուրը արթնան, սկաստանան եւ դարձիկան։ Ասե Աստծո մտածակ։ Այո, սատանան քեշ բաներու գործած է մեդիան, բայց Աստված իր փառքին համար լավ բաներու համար գործած։ Ամեն։ Իսկ Հիսուս ինչ կսե, դեմը շատ գեղեցիկ բան մտածել։ Հափշտակության մասին, մադը հափշտակության մասին վրա գտնե, բայց ուրիշ բան մտածել, նայեցեք ինչ կսե։
Ցեզի գսեմ այն գիշերը, եթե երկու հոգի մեկ անգողինի մեջ լան, ասի Հիսուսի խոսքն է, Այո, մեկը պիտի առնվի ու մյուսը ցկվի։ Ասի հափշտակության մասին է խոսքը։ այո, Եթե երկու գին մեկտեղ աղալու լան, այսինքն ծորեն գարան, մեկը պիտի առնվի ու մյուսը ցկվի։ Եվ եթե երկու հոգի արդիմը մեջ լան, բանվորներ որ գաշտադին, ինչ բանվորը լա, օֆիսի մեջ, արդի մեջ, մասայի մեջ, ուր որ լա, մեկը պիտի առնվի ու մյուսը ցկվի։ Հոս վավերացվեցավ այն։ Վավերացվեցավ հափշտակությունը Հիսուսի կողմանը, առաքյալներու կողմանը եւ Աստծո խոսքին կողմանը ամեն բան պատրաստ է։ Հիմա մենք կանք ասելու որ ինչ թեփքեր պիտի պատահին հափշտակության ընթացքին։ Ինչ պիտի լա, քիչ առաջ ասի։ Մեր մարմինները պիտի փոխվին ագնթարթի մեջ եւ պիտի փոխվին parավորյալ մարմին հագնելով, որովհետեւ կարողանանք կարճ ժամանակի մեջ Հիսուսի հետ լալ։ Այս Հիսուսի կալուստը երկրորդ կալուստը չէ, ինչ որ վերջը պիտի լինի։ Հիսուս պիտի գա երկնքի մեջ, որովհետեւ բարձավես իր եկեղեցին առնի։ Երկու նպատակներ կան Հիսուս հափշտակելու համար իր եկեղեցին։ Մեկը իրենց դեր պատրաստելու համար իր խոստումը պիտի կատարի։ Անոնք որոնք Քրիստոսը ընդունեցին, հավիտենականություն պիտի ստանան։ Չէ՞ որ 3:16-ի մեջ կսե ասած Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա, չի գործի, հաբա հավիտենական կյանք։ Իսկ երկրորդը Աստծո ծրագիրն է, որպես իր զավակները, իր եկեղեցին երկրեն դերցնել։ Քանի որ ունելի ծրագիր մտա։ Իդելա Աստծո աստվածային բադիժը երկրի վրա։ Ասիկա օրինակ մգա գուզեմ դալ, որպես ավելի հստակ լա։ Երբ որ հրեշտակները Սոդոմ Գոմորը պիտի զարնեին, Հիսուս իր երկու հրեշտակները հրգեցրում, Ովդը եւ իր ընտանիքը դուրս հանեցին։ Դուրսան այս պիտի լա Հիսուսի ռաձը, իր եկեղեցին դուրս պիտի անեն աշխարհեն։ ամեն, Եվ ինչպիսի վիճակ կսպասեր անոնց մահվան, բադիժի, գրակի վիճակը կսպասեր։ Վերջին 3.5 տարիները բադիժի եւ Աստծո փառքության տարիները պիտի լան այս երկրի վրա։ Ես չեմ ուզեր ժամանակ տալ, որ ասինչ ադեմ պիտի կա, անինչ ադեմ պիտի կա։ Հիմա հոնալ։ Բայց ինչ նշաններ կան։ Ինչ նշաններ կան, որոնք մեզի ցույց կտան, որ իրավես գիտան Հիսուսի գալուստը։ Շատ կարճացա։ այո, Նշաններ կուզեմ առնեմ, որ Աստծո խոսքը գսե դուք մարգարեության խոսքը ունի, որոնք ցեզի մուտի մեջ լույս ունի։ Այո, շատեր գելեն գուդան մեդիայի մեջ, ժամանակներ եւ դված են շատ, բայց մեդիայի աստվածային գոմեն ժամանակ չենք կնական, որտեղ գսե միան հայրն է գիտե ժամանակը։ այո, Ոչ հրեշտակները, ոչ ուրիշ արարածներ։ Եթե մենք ժամանակ տանք, ասել է թե մենք ստանանք։ Բայց միան մենք մարգարեական խոսք ունենք, որ մեզի գլուսապան է, մենք կնանք ասել, որ նշաններ են, նշաններ են, որ այսինչ բարակային գրնա ըլլալ, բայց ադոնք մեզի թույլ գուդան, որ մենք պատրաստ ենք։ ամեն, Գազմը պատրաստ ենք, քանի որ մեմը եթե բադահի հափշտակությունը, այլևս ուրիշ բանը չի բադահի։ Միան պիտի սպասվի ճակատագիրը այս աշխարհի, որ շատ դաժան է։ Առաջինը մենք կգարտանք ուրեմն Դանիելի մեջ, որ գիտությունը պիտի շատվի։ Գիտությունը լայնածավալ պիտի ըլլա, ինչ որ մենք 2000-ին մինչև այսին, եթե տեսնենք այս 20 տարիներու ընթացքին այնպիսի արագ ընթացքով
կսավառնի ժամանակը, որ երևի գիտություններ գելեն, նոր գիտություններ, եւ Աստված այս կոնտրոլին մեջն է, Աստված կոնտրոլի դակ արած է գիտությունը, որովհետեւ եթե Աստված կոնտրոլ չնե, մարդիկ այսօր ռոբոտները մարդ կնեն, մարդը ռոբոտ կնեն եւ իրենք կդիրավեն, բայց Աստված կոնտրոլի մեջ է։ Այո։ Ուրեմն մենք գարտանք Դանիելի մեջ գսե վերջին օրերը գսե գիտությունը պիտի շատնա։ Այս մեկը գսե Դանիել։ Այսօր դակավին լսեցի լուրերեն, որ 2026-ին հերացայում պիտի ելնե, որ iPhone-ը մեկ կողմ բիցի։ Այսօր լսեցի։ Վաու։ Բզդիկ կորզիկ մը պիտի լա, որ իր գրբանի մեջ պիտի տնե, ցերքի մեջ պիտի գարտագարտ ունտաներ եւ կոնտրոլ պիտի տնե, ավելի հետե պիտի լա եւ ավելի վերակապոր։ Այսինքն պիտի ունենա Վաու։ Մարգարեություն է, որ յետևի կդարվի։ Մարդիկ կողմերը հասան, ինչը վրատ հասան։ Շատ հասան։ Այլևս կուգով զինվորներ չեն եկա։ Այլևս գլրգեն իրենց կոնցիպները, գոջա գողե բայտում գլա եւ այն քիվստում շիտ կանոց, ասի մեկ։ Վաու։ Երկրորդ Հագա Քրիստոսի կեդինը կպատրաստվի հիմա։ Ինչպես որ Հիսուս Քալեն առաջ մեկը ելավ եւ իր կեդին պատրաստեց։ Ով էր այդ։ Հովանես Մգրզիչն էր։ Այսպես Այո։ Քրիստոսը իր կեդինը կպատրաստե, որովհետեւ դիրաբեդե երկրի վրա։ Ամեն։ Ուրեմն սատանային երազն էր, որ ինքը ճաշտվի անցյալի մեջ, անցյալ հավիտենականության մեջ, երբ որ ինքը Արուսիակը երազեց, որ ինքը պիտի ճաշտվի, ինքը Աստծո հավասար, որ Աստծո հավասար իր տարգետը Հիսուսն էր։ Ուզեց Հիսուսը դողկրդել անցնի, բայց չի հաջողվեց։ Բայց Աստված պիտի դա իր երազը, գար ժամանակվա մեջ։ Աստված ամեն բանի մեջ իր բնդրած բանը գտեսնի, իր մասլահան ունի, իր փառքին համար։ Ամեն։ Ես տարի պիտի իշխե։ Սատանան պիտի իշխե այս աշխարհի վրա 3.5 տարի, 7 տարի է, բայց 3.5 տարվա մեջ դաժան բաներ պիտի ունի։ Ինչ պիտի ունի արդյոք։ Առաջին 3.5 տարին գարո եղբայր։ Վերջին 3.5 տարին 3.5 տարին։ այնպիսի մեկ իշխողություն պիտի ունի, որ պիտի ստիպե որ զինքը ճաշտե։ Իր երազը այս է։ Պիտի ստիպե որ իր կոդը ստանան։ Եվ ասիգա ժողովրդին համար պիտի լա դաժան վիճակը հոստ մնացողներում։ Ահա որ։ Գրնան բան մկնել։ Ոչ գնամ բժշկի երթալ։ Այսօր բժշկի երթած քո ինշուրանսը ունես, այսօր ուզած դեր գնաս ճամփորդել քարտով, բայց այն ադեն չի գնաս ունենալ։ Վաու։ Հիմա դակավին ազատ միջոց մգա։ Որտուն ազատ կամքով Հիսուսը ընդունիս որպես քուդերդ եւ փրկիչը, բայց այն ադեն Ամեն։ ուժով կազանը պիտի ընդունիս։ Հագա Քրիստոսը, անտիքրիստոսը պիտի ընդունիս որպես քուդերդ, որպես քուբրգիչը, որտեղ վերջավորության ինքն իրեն միտվրճակը որպես Աստված։ Դաջարին մեջ նստելով։ Այո, գարո եղբայր ներողություն, Այո։ ավելի հստակ լալու համար ունգընտիրներուն։ Արդյոք rapture-ը որ բիդլա հապշտակությունը այս մեծ նեղություններուն ժամանակ Աստծո զավակները երկրի վրա բիդլան, թե արդեն հապշտակված բիդլան։ Ճիշտ ժամանակը ես չեմ ուզեր որոշել։ Բայց Աստվածաբանական այո, հիմա օրինակ միջավնագեմ պատճառներեն մեկը, որ պիտի կա, օրինակ պատերազմներ։ այո, Այս նշանները մենք կհետևցնենք, որ շատ մոտեցած է։ Հիմա այնպիսի պատերազմներ գլա, որ չես ակնկալեր։ Ով գսեր, որ Ուկրաինան Ռուսիայի հետ պիտի պատերազմներ եւ աշխապ պիտի երկարեր։ այո, Դակավին ուրիշ վաղ կա, երրորդ համաշխարհային պատերազմը ըլլա։
ով գրնար ասել։ Ով գրնար ասել, որ Հնդկաստանը Պակիստանի հետ իրար դիտանցնի։ Ձևով մգեցավ այդ մադերատները գշանակվին եւ շատնան։ Բիտ սարսափին։ Այնպեսի կարգը վիդելա, որ ի վերջո ները որպես թելացի անձնավորությունը բիտկա որպեսի լուծումը տա։ Բայց ուրիշ պատճառը եւս ասենք գիտությունը պիտի շատնա, մադերազմներ պիտի լա, աղետներ պիտի լա։ Բնական աղետները արդեն շատացած են։ Երկրաշարժները, որոդումները, հրապուխները, երգիրը վայրուսները, կովիդը, ասում բոլորը ավելի պիտի գրտնապատկվին։ Մենք այդ շրջանի մեջ կապրենք։ Չենք գիտեր, որ այլևս ինչ վայրուս պիտի կա մեզ։ Այո։ Քանի որ այդ վայրուսը, որ եկավ, ծրագրված էր։ Մարդկային ծրագիր մներ։ Որ Չարին գոմեն, թե գարեխար, չարին գոմեն։ Չարն է, որ ասաշխարի իշխանն է, եւ Աստված թույլ տված է։ Որովհետեւ մարդ առարածը իր ազատ կամքով ուղղվի, կամ Աստծո, կամ չարին։ Աստված մարդուն կամքին մեջ չգնար մտնել, բայց սատանան կմտնե։ Այո։ Ինչպես, երբ որ թուրմը բաց տեսնի։ Աստված թույլ չի տար, որ հավատացյալին կյանքին մեջ մտնե, պաշտպանողական է։ Աստված կպաշտպանե հավատացյալին։ Բայց միավորված են Քրիստոսի, այո։ Երբ որ Աստված իրեն արիթու Աստված ներողամիտ է, համբերադար է, երկայնամիտ է։ Բայց երբ որ սատանան ամեն չանքն է, որ հավատացյալին բաց դուրմը տեսնե, ոնդեղեն ներս կմտնե, եւ կսկսի մեծնել այդ բադեհարիթը հավատացյալին կյանքի մեջ։ Սատանան շատ լավ գիտի հավատացյալին ախորժակը։ Եվ այդ կողմեն կսկսի գործել, չի հասկնար միտքը, սատանան մեր մտքերը չի գնար հասկնալ։ Բայց մեր բարվելագերբով, մեր գենցաղավարությամբ գիտե մեր մտքերը եւ դիվային ուժերը շատ լավ գիտեն հավատացյալին կողմնորոշումը։ Այդտեղեն կսկսին, որ այսօր մեծը ովիներ անգումներ ունեցած են, որտեղ են իրենց ցանկություններուն պատճառով։ Իրենց արքին պատճառով, իրենց ասենք տրավաբաշտության պատճառով, իրենց զանազան պատճառով մեկ բանը կսկսի մեծնել սատանան եւ այդտեղեն Եվ շփայբես կապած մեկը մյուսին։ Եվ անոր վար ինալը շատ ահավոր գնա։ Մեգան մեջտեղեն գվերնա։ Այսպես կնա։ Ուրեմն ասում պատճառներ են, որոնք արիթը գան մեզի անդրադառնալու, գիտնալու, որ մենք ինչ միջոցի մեջ ենք, որ մենք շրջանի մեջ ենք, որ մենք period-ի մեջ ենք, որ մենք հանգրվանի մեջ ենք։ Ասկից 20 տարի առաջ ասպիսի բաներ չկար։ Ասկից 50 տարիներ առաջ երբ որ ասեին, որ կոդը պատրաստված է, չիպը պատրաստվում վրատ կխնդային, բայց իմ ամեն բան պատրաստ է։ Երևելի է արդեն։ Այո։ Պատրաստ է, սատանան պատրաստ է եւ ամեն դերություններ իրեն կհպատակի։ Ամեն նախագահներ այսօր իրեն կհպատակի։ Շատ քիչ կա, որ իր հոգևոր իմաստությամբ կշարժի։ Անոր չեն ցկեր, մեջտեղ կհանի, մեջտեղին դուրս կհանի, որտեղ աշխարհը անոր դիրավետության դակն է, սատանայի դիրավետության դակն է։ Շատ քիչեր գելեն, որ գորտկան թեմ գտնեն, հաջողություններ գուրնան ունենա։ Այսօր մեր այստեղի Ամերիկայի նախագահային պատճառով քրիստոնեությունը շունչ արած է։ Քրիստոնյան գտնա ասել, որ ես քրիստոնյա եմ։ Եվ ասիկա գաճ ժամանակ մնե հավատացյալին համար։ Գաճ ժամանակ մնե, որպես արտնություններ ըլան, որ շատ մարդիկ իրեն համար աղոտեցին։ Եվ ինքը մահվնալ ազատվեցավ եւ կվգայի այս մեկը։ Ես վգայությունը։ Մեկ հատ ինձ ցույց տուր նախագահը, որ նույն վգայությունները գտա։ Ամենն ենթարկված են, ամենն աթորը գսիրեն։ Ամենն աթորը չի հեռանալու համար ինչ որ իրեն գսվի ադիգա գերտեն։ Ինչ որ իրեն գհրանցնեն ադիգա է որ գհայդարավի։ Այո։ Բայց մենք ոստեղ գտեսնենք, որ քիչ է ժամանակը։
հայտնվելու։ Ինչ է պատճառը, որ հիմա մեջտեղ չէ անտիքրիստոսը։ Բողոս Արաքյալ ասիկա հստակ կերպով կբացատրե։ Առաջին ուրեմն գսե որ առաջին Թեսաղոնիկեցի մեջը գսե արկելք հանդիսացողը գսե մեղած մարդն է գսե սատանայի մասին գսե գսե Այո։ բայց անոր արկելք հանդիսացողը ներողություն եկեղեցին է եկեղեցին է որ ճշմարտությունը գիտե եկեղեցին գիտե որ Քրիստոս ով է չի գնար Իրեն հայտարարել է մեջտեղ իջնել անտիքրիստոսը, որովհետև եկեղեցի մը գա։ Այո։ Բայց երբ որ եկեղեցին մեջտեղեն վերցվի, եւ որ եկեղեցին մեջտեղեն առնվի, այն ադենը որ մեջտեղը պիտի ելնի։ Այն ադենը որ թաշտը բարապ պիտի լա, կնթագի իր թաշտին մեջը պիտի լա։ Այն ադենը որ մեկը պիտի չհասկնա, որ ճշմարտությունը ինչ է։ Ասիկա Բողոս Արաքյալը գսե։ Նայեցեք ինչ գսե Բողոս Արաքյալը Թեսաղոնիկեցիս եկեղեցին։ Ինքը փորձառու է դեղյակ է։ Չեք հիշեր թե երբ ցերկով էի, այս բաները գսեի ցեզի։ Եվ հիմա դուք ինքներենիդ գիտեք ինչ բան գարկիլ է, որովհետեւ ինք իր ադենին հայտնվի։ Այսինքն սատանան իր ադենին հայտնվի։ Բացի անօրենության խորհուրդը արդեն կգործե։ Հիմա անօրենության խորհուրդը կգործե հստակ կերպով։ Մեկ հատ օրինակ ուզեմ տալ անօրենության խորհուրդը։ Միացյալ ասենք դերություններու երկիրը United Nations-ը որոշում արավ, որ մեր Ղարաբաղի բնակչությունը մեջտեղին դուրս անել։ Եվ Ադրբեջանի դա արիտը որքան, ասիկա անօրենություն է։ Մեկը իր բնիկ քաղաքին ով գտնահան է, բայց անօրենությունը գործը ասիցը խոսքն է որ գործը ասի։ Եվ գսե, բայց այն որ հիմա գարկիլ է, եկեղեցին որ հիմա գարկիլ է, պիտի արկիլ է մինչև ինք մեջտեղեն վերնա։ Եկեղեցին երբ որ մեջտեղեն վերնա, այլևս արկել մեկը պիտի չմնա։ Ու եկը պիտի հայտնվի այն անօրենը, սատանան, որ դերը Հիսուս իր կերնին շունչովը պիտի սպարե իր կալուստի հայտնության պիտի գործընծնե։ Այսինքն հիմա Հիսուս պիտի կա առաջինը, որ երկրի վրա պիտի չի իշտե, երկնքեն իր եկեղեցին պիտի հապիշտնագը, բայց իր վերջին կալուստը պիտի լա Ցիթենյաց լերան վրա, երբ որ Հիսուս համբարձավ Ցիթենյաց լերեն, հանգարց գսե երկու հրեշտակներ երևցան առաքյաններն եւ ասին ինչ գնայիք այսպես զարմացած այս Հիսուսը որ այստեղ են ելավ նույն ինքն է որ իդ հոսպիտի կա եւ Գայոտ Մարգարեության մեջ մենք կտեսնենք որ Հիսուս Ցիթենյաց վրա պիտի իշխնե եւ հոնդերեն պատերազմ պիտի հրճագե թե սատանայի հիշաբին եւ թե իր արքանյակներուն դեմ եւ գսե իր բերնին շունչովը պիտի սպար հոսպիտի լա Հիսուսի իսկական երկրորդ կալուստը որ գոչվի Արմագեդոնի պատերազմ ասի վերջին պատերազմ դիլա մարդկության մատնության մեջ Գարու եղբայր ներողություն խորհիս որ այսին մենք գիտենք որ օթին վրան է այս թիվային ուժերը այո որ Գիբրիանոսն ալ գաղոթե գսե երևելի եւ աներևույթ թշնամի է մեզ բահե հիմա օթի մեջ աներևույթ է մեզի համար բայց քետնի վրա որ Հիսուս կա երևելի բիթարնա աստվածային բادرազմը թիվային ուժերու թեմ չէ երևելի բիթա այո գսե ամեն աչք պիտի տեսնե գսե ամեն աչք պիտի տեսնե ամեն աչք հերադեսիներով սատելայտով գանթե հերացայինի միջոցով պիտի տեսնե որ իրավիճ Հիսուսը ունա եթե հոս ասենք գլենի մեջ թեպը բադայեցավ ամիջաբեր աշխարհը կտեսնե պիտի տեսնե Հիսուսի կալուստը ամեն աչք պիտի տեսնե հիշենք այնադեն երբ որ նորը սկսեր էինք հասկանալ այն դարիները որ ամեն աչք պիտի տեսնե
Հիսուսի կալուսնի եւ մենք մեզի գարցնենք ինչպես ամեն մարդ պիտի տեսնե ինչպես կգնա հիմա երբ որ երացայինները եղավ Այո, հիմա գասկնանք որ ամեն մարդու ցերկ երացային գա so պիտի տեսնեն ամեն մարդ պիտի տեսնե TV-ներեն լուրերեն ցերկ երացայիններեն ամեն աչք պիտի տեսնե վաու գարձես թե աշխարհը շատ մոդեցավ երկվարգանվա մեջ, երկվարգանվա մեջ հերավոր բանը քեզի մոդիկ կլա։ Հազարավոր մայլը, նույնիսկ անչրբեդը մոդ կլա քեզի։ այո Ամենից մենք շատ հասեր ենք, շատ մոդեցած ենք։ մոդել Հիմա հարցումը այս է. ովքեր պիտի հափշտակվի։ Տերը ողորմի մեզի։ Այո։ Ովքեր պիտի հափշտակվի։ Հիմա հափշտակվողներ պիտի լան եւ հոս մնացողներ պիտի լան։ Ովքեր պիտի։ Վաու, կարևոր է ասի։ Ռամեխ բարայո։ Ուրեմն հափշտակվողները պիտի լան անոնք, որ նախ իրենց անունը գենաց քրքին մեջ արցանակրված է։ Ամեն։ Գսե քիրքեր բացվեց, ամենից ամիջավես պիտի չերտամ արդեն ժամանակը քիչ է եւ քիրքը բացվեց ադիսե որ գենաց քիրքն է։ Անոնք որոնք անունը հոն չի գտնվեցավ անոնք դուրս տրվեցան գսե։ Ասոնք պիտի հափշտակվին։ Եկ անոնք որոնք հոգիով սկսան եւ հոգիով վերջացան։ Վերջացին, վաու։ Եվ ոչ թե մարմնով վերջացին։ Ոչ։ Շատ կարևոր է։ Ուրեմն պիտի անոնք որոնք իրավես Քրիստոսով բրգվողները ասել է թե որոնք խոստովանեցան եւ ընդունեցին Քրիստոս որպես իրենց բրգիչը, որպես դերը, անոնք պիտի բրգվին, անոնք պիտի հափշտակվին եւ անոնք որոնք իրենց հավատքը բահեցին մինչեւ վերջ։ Պողոս առաքյալը գսե հիմա մոդ է ցեզի բրգությունը, քան թե այն ադեն որ հավատացի գսե։ Միան հավատալով չի վերջանար։ Չի վերջանար։ Շարունակվելը պետք է։ Պողոս առաքյալը գսե Թեմասի համար սատանայի հանձնեցին գսե։ Անոր շատեր հոգիով սկսան, մարմինով վերջացան, շատ հավատացյալներ, մեծ մկարոզիչներ։ Բայց այն որ մինչև վերջ հավատարիմ գտնվեցավ, ուրեմն կարևորը։ Ան որ մինչև վերջ համբերը եւ հավատարիմ մնա, գենաց մսագը բիթարը։ Գենաց մսագը ասոզներեն մեկն է։ Գենաց մսագը շատ մեծ բան է։ Ուրեմն ան որ հավատարիմ գտնվեցավ եւ Աստծո հնազանդ եղավ։ Հիմա հնազանդությունն շատ կարևոր է։ Այո։ Ուրեմն գսե անհնազանդությունը գսե գահարտության նման է Աստծո կողմից։ Այո, այո։ Ըմպոստությունը, այսինքն նույն չափի մեղք է։ այո, Գահարտությունը եւ անհնազանդությունը։ ճիշտ է։ Որովհետեւ եթե Աստծո անհնազանդ գտնվեցար, վաու, Աստծո աչքեն տուն ինգար հին ուտել եկի գուզեն փերել, որ իր ունեցած թակավորությունը գործընծու, ցավող։ Այո։ Սուրբ ոգին մեջ գործեր, նոր աշխարհի մեջ է, գսե երբ որ գրնագը դարձավ, Սուրբ ոգին իրեն հետ եկավ, գսե եւ սկսան մարգարեանալ, բայց երբ որ Աստծո խոսքին անհնազանդ գտնվեցավ, Սամուել իրեն ասավ որ հոն երթաս կոր, Աստված քեզ հաղթությունը գուտա, բայց ադոնց ունեցածը մի բերել, ամեն ինչ բերավ, հարստություն բերավ, եւ չի զղջաց։ Եվ նկատեց որ ինքը իրավունքով է։ Այս մեկը հավատացյալներու կյանքի մեջ շատ։ Դերը սա որ մեկ բան չփերես, գդորը նույնիսկ Աբրանք չփերես թշնամիին կովենդունեն։ Բայց ինքը որտեվ սիրտը գապված էր այդ տեսակ բաներու, մտիկ չրավ Աստծո։ Այո, արավ եւ ավար բաները, Աբրանքները փերավ։ Եվ որքան դերը նեղացավ, այո։ Այն աստիճան որ Սամուել սա քու թակավորությունը բادرվեցավ ասա։ Ուրին բամը չէ։ Երբեք։ Իսկույն Սուրբ ոգին իր մեջ ելավ եւ չար ոգի մե զինքը գտան չէր։ Աստված արդոնեց կսե։ Այո։ Աստված հրամայեց թևին որ զինք նեղե։ Վաու։ Պատկերացու որ հիմա մենք Հիսուսը ունենք որպես մեզի բարեխոս եւ որ գիշեր ցերեկ մեզի համար բարեխոս է եւ ասոր այդ մեկտեղ Աստծո դված շնորհքը գործընծնի։ Տեր Հիսուս։ Ինչ դժբախտ վիճակը դիտել հավատացյալներուն վիճակը։
Անոր ես առաջնորդվեցա այսօր ասի խոսելու որ Շատ ավորնից է կարող եղբայր։ հարցի եկանք հիմա չառնագեն եւ ուրիշ ճշմարտությունը եւս կա որ անոր հոգիով գարաչնորդվի ադոնք են աստծո որդիները գսե աստծո խոսքը Հռոմայեցիս 8:14-ի մեջ Հռոմայեցիս 8-ը գսե վասնզի անոնք որ աստծո հոգիով գարաչնորդվին անոնք աստծո որդիներն են անոնք աստծո GPS-ով գարաչնորդվին Այո։ Adonk աստծո հոգիով գարաչնորդվին ուրեմն աստծո ցայնին գլսեն գահսկնան իրենց կյանքի որոշումները որ պիտի առնեն գսե իմ ոչխարներս իմ ցայնս գահսկնա Ներողամիտ եղեք, հա։ Ներողամիտ եղեք։ Yeah. Այո։ So Ենալու։ ավարտյալը գրնա ինքն իրեն նժարի հետ համապատասխան գտնել որ արդյոք ինքը գլսե որ Սուրբ Ոգին ցայնը արդյոք ինքը աստծով գարաչնորդվի հիմա շատ խորին չեմ երթարվում բայց պիտի ըլլացյաններ որ պիտի հապշտակվի բայց շատ բարձրությունները պիտի զրկվի հիմա ես պիտի դարձնեմ նյութը ովքեր հոսպիտի մնան ովքեր հոսպիտի մնան Ովքեր հոսպիտի մնան։ ասիգա շատ դժվար է ասիգա հոսպիտի մնան աստծո խոսքեն գուզեն աստծո խոսքեն պիտի բերեմ ասելով որ չեք գիտեր թե անիրավները աստծո արքայությունը պիտի չժարանքեն անիրավները անոնք որոնք անիրավ են մի խապվիկ ոչ բորնիկները ոչ գրաբաշները ոչ շնացողները ոչ իքացիալներ այսին միասերականություն Այո։ ոչ արվակետներ ասի աստծո խոսքն է հոմոսեքսուալները անոնք պիտի չժարանքեն գսե ոչ կողերը ոչ ակահները ոչ կինովները ոչ նախադողները ու ոչ հապշտագողները այսին կողծողները աստծո թակավորությունը պիտի չժարանքեն նորեն գուզեմ ասի գարտա Հաջիս։ գսե մի խապվիկ գսե ոչ բորնիկներ այսօր միթե հավատացյալներում մեջ չկա Այո։ Շատ է։ բայց մարդոց մեջ շատ կա ոչ բորնիկները ոչ գրաբաշտները ոչ ակահները ոչ կինովները ոչ նախադողները ասի անաբաշխանների մասին ոչ հապշտագողները ոչ իքացիալները միասերականները ոչ արվակետներ ասոք բոլորը աստծո խոսքը հստակ կսե չկան անոնց որչափ որ եկեղեցի երթալ բայց աստծո statement-ը աստծո սահմանադրությունը հստակ է Այո։ աստված սուրբ է բիղդերը չընդունիր ասպիսիները թող չի երազեն Թող չի երազեն որ հարաբերականության պիտի անցնին գիտես ինչ է դժվարը շատ դաժանագիր պիտի լա դու որ Գաբրեիլ այն երազով որ ինք պիտի լանք my god պիտի երթաս երկնքի մեջ դու այսպես ես դու այնպես ես բայց Գաբրեիլ քաղճ կյանքը կհանդեսեր երկուքը սա քաղճը պիտի պսխեմ իմ պերանես լավեշտին եկեղեցին է Այո այս մտարությամբ են բայց դժվար պիտի լա երբ որ տեսնե որ ինքը երկրի վրա է երբ որ տեսնե որ շատեր հերացան ասիկա շատ դժվար պիտի լա շատ գծու պիտի լա Այո երբ որ Հիսուսի ասածը երկու հոգի կողի են դեր եւ դիգին մեկը պիտի առնվի մյուսը պիտի խոսեր իր դիգինին կամ թե դիգինը խոսեր իր ամուսինին որ հաջիս սիրելիս Հիսուսի եկուր որպես երկնքի մեջ միասին լան հաջիս զավակս Հիսուսի եկուր հաջիս բաբա հաջիս մամա Հիսուսի եկուր որ անդերնուս չէին ուներ այո շատ լավ է իրեն neglect գնեն այո այո կանդեսեն այո հոսպիտի մնան եւ ասում ցամար շատ դժվար դիտել որտեւ սպասելի այո ցավալի անոր համար դեր Հիսուս սավ իր խոսքին մեջը որ
Ցկեցեք որ որոմը եւ ծորենը միասին մեծնան, Այո, որբեսի հարթի ժամանակը երկա, գսե մեկը մյուսեն զադվելու, զանազանելու, զադվելու եւ գսե որոմը կուրց պիտի հավաքվին, դրագը ցկվելու համար որոմը, իսկ ծորենները պիտի փրկվին։ Իմ դանս մեջ գսե բիդլան երկու տեսա գնալ, երկու քնալ, ցկեցեք գսե, թող երկուքը մեծնան, որբեսի զանազանվին։ Եավայլե, գարո եղբայր։ շատ դժվար է մանավանդ մնալ անտիքրիստոսի ճակատագրին տակ, ողորմության տակ, ողորմություն չունի։ Այո, Անգստիբեր բոլորը, այսինքն բստիկները, մեծերը, հարուստները, աղքատները, ազատներն ու ծառաները չի կա, ասոքով ողորմություն կա, ասոքով չի կա, գստիբեր որ զինք պաշտեն, այո, եւ կոդը ընդունին։ Գիտես, եթե մեկը պիտի ուզե այն ադեն փրկվել, այլևս մակվաբես ազատ չէ։ Պետք է որ արյուն տապե։ Ողոս արաքյալ գսե, դեր արյուն տապելու պես փոխությունն գսե։ այո, արյուն չտապեցի։ Փոխությունը գա։ Այն ադեն եթե չընդունեցիր հագա Քրիստոսի, անտիքրիստոսի կոդը պիտի փանդարգվիս, պիտի սպանվիս։ Այո, դերը ողորմի բոլորիս։ Շատ դժվար։ Շատ։ Այո։ Շատ համարներ կա գսե, եթե արդարը հազիվ պիտի փրկվի գսե, ուր մնաց ամփարիշտը, գիտես ինչ վախնալիք համար է ասիգա, իրավ լուրջ գսեմ գարո եղբայր։ Այո։ Արդարը հազիվ պիտի փրկվի, սիրելիներ, տիրոջ խոսքը գսե, ուր մնաց ամփարիշտները։ Վաու։ Նայեցեք ինչ գսե Աստծո խոսքը վերջին ասի դեսեմ։ Այդություն 22:10-13։ Այս քրքին մարգարեության խոսքերը մի գնքեր։ Հովանես Արաքյալի գսեգոր միգն։ Մասը ժամանակը մոտ է։ Ան որ անիրավություն գնե, թող անիրավություն ընե։ Ան որ աղդոտ է, թող աղդոտ մնա։ Մի խանուր, ամեն մարդ իր ուզածը թող ունե, մի ստիպե։ Մասը աստվածային բնությունը գսե եւ ան որ արդար է, թող Ալլահ, ան որ սուրբ է, թող սուրբ Ալլահ։ Ամեն։ Ես շուտով մտամ։ Ինձ ինձի հետ է։ Ամեն մեկուն իր գործին համեմատ հատուցանելու։ Ես եմ ալֆան ու օմեգան, առաջինը ու վերջինը, սկիզբը եւ վախճանը։ Հիսուս խոսեցավ արդեն։ Ասկից վերջը մենք չենք գնար բամը ավելցնել։ Ոչ բամը բացեցնել։ Հիսուս սկիզբը դրավ եւ վերջինը դրավ, որտեղ ալֆան ինքն է, օմեգան ինքն է։ Ասկից վերջը էզի գինա, ասելու որ ով դեր քննե իմ անցս։ Եվ դες արդյոք շիդակ ճամփում մեջ եմ եւ եթե չեմ դες ուղիղ հավիտենական ճամփան առաջնորդ է։ Ամեն։ Եավայլե գարո եղբայրս, ինչքան Վիմա մենք առօրյա կյանքի մեջ երբեմն մտահոգություններ, վախեր ունենանք, աբակայի, կորձի, հաջողության եւ այլն։ Բայց որ այս տեսակի վախը սարսափելի է, գորուստի, գործվելու սարսափը ավոր է։ Մենք չենք կամ խոսքը մեղրով գդրեմ, ասից չմոռանանք երազներ կտեսնենք, որ ինչպես գարթնանք դագավին գտողտող քրդինքի մեջ ենք, աչքերից կփանանք, որ չէ, իսկական չէ, երազ է, շունչ կանենք, բայց այդ օրը ասի բիտ չլնա։ Այդ օրը երազ չէ, իսկական է, ճշմարտություն է, մեջ է գտած, մանավանդ որ գտեսնես ամեն անհետացան դաժանագիր վիճակի, Աստծո ողորմությունը հեռացավ։ Եկեղեցին վեր ելավ, այլևս տուն եւ ինքը թեմար, այո պիտի ելան փրկվոներ, բայց սուր քիմ պիտի վճարեն։ Եթե տուն պիտի մերժես, ադոր քեզի դալիք կոդը դրոշմը, ինչպես Աստծո խոսքը գսե 6:6-ը պետք է որ արյուն տապես։ Սուր պիտի վճարես։ Հիմա իմ խոսքս անոնց է, որ ինչու մենք հիմա Հիսուսի առջև չկանք։ Ինչու մենք մեզի չքննենք։ Ինչու չսենք, որ անաբաշխար հոգիներ դեր ես խոստովանում քո առջևը։ Ես սխալ եմ, ես կընդունեմ քեզ որպես իմ դերս եւ իմ դիճես։ Իմ անունս գրեք ու գնացդ քրքին մեջ, ասիկա շատ կարևոր է։
Ամեն։ Իմ դերս ես եւ ես կուզավակեմ կսե անոնց կսե անոր Աստծո զավակ գտնի անոնց իշխանություն գրլա գուտա իր ողջունը կլան Համար մնալ գարո եղբայրներոջուն կսե որ հիմա է ժամանակը հիմա է փրկության օրը այո մի ուշացնեք մի ուշաց եւ խոստովանելով բիդել այս փրկությունը եթե խոստովանին կսե դիրոջ խոսքը մեղքերնից հավատարիմ ու արդար է անիգա մեր մեղքերուն թողություն տալու եւ մեզ բոլոր անիրավություններեն փրկելու դերը ինձ մեզ կսյալ բոլորի սալվողորմի ամեն վերջին խոսքս հավատացյալներու համար է բայց կուզեմ որ Մարիանան մեզի երկե եւ վերջին խոսքով ամեն Okay շատ սիրո Աբիտրավիրեմ Մարիանային որբեսի մեզի իր երկար երկե երկար չէ բայց մտի գնենք մեր վերջին համարի մեջ ճշմարտություններ այո Մարիանան սիրելներ գարո եղբոր մեծ աղջիկը գլա լսենք իրեն այդ քաղցը կնկուշ ռեշտագային ոգին ցայնը սիրեմ բարի եկար Մարիանա անուշիկա սիրեմ բայլենք ցայնը զրամե ոգիս Abris Mariana Վարձադարձյանը դանսպար անուշիգս շատ անուշիկ երկեցիր սիրեններ գոչում է այս երկը Մարիանային Պերնով որ լսեցինք ցայնով անուշ ցայնով հաշտվիր քանի ժամանակ է քեզ դվել գսե երկին բարերա այո գար մերսի շատ շնորհակալ ենք Մարիանա անուշիգս ուրիշ արիթով քեզ նորեն բիթվայլենք քույրի գդալ միասին մայտա ուրեմն որպես հավատացյալներ այսօր Տերոջ առջև կանք այո եւ նպատակ ունենանք որ հոգիներ Հիսուսի առաջնորդենք սիրելիներ ասիկա մեր բանավոր ճաշտոնն է այսօր շատեր կան մեր շրջանագին մեջ որ մենք
անդարբեր կգտնվենք։ Մեր կյանքերը, մեր առօրյա կյանքը սկեջուլի մեջ դնենք։ Ես անցյալ շաբաթ նոր հայտնություն ունեցա, որ իմ օրական ժամերս սկեջուլերի։ Ամեն ժամ բանի համար պիտի աղոթեմ։ Մեր ժամը ասով անցնի, մեր առօրյան։ Ես ամեն ադեն աղոթող եղեք։ Երբ որ մենք անընդհատ աղոթքի մեջ լանք, մեր կյանքի մեջ մեծ բդուղներ տեսնենք։ Եվ մենք ամեն ճանք ունենք, որ հոգիմը գրագեն ազատենք։ Դյուրին չէ սիրելիներ։ Դյուրին չէ հոգիներ տեսնենք քու սիրելիներդ, քու հարազատներդ դժոխք երթան։ Գիտես ինչ դժվար է մանավանդ այսօր ընտանիքներ երկնքի մեջ միասին չլան։ Շատ դժվար է։ Ագաս է, մյուսը չգա, մեկ հոգի գա, կամ շատ որ գա, մեկ հոգի չգա։ Ասի դյուրին բանը չէ։ Ինչու մենք չաշխատենք հոգևոր մեր ավետարանչությունը, որովհետեւ հոգիներ Հիսուսի բերենք եւ Հիսուս ինքը փառավորվի եւ ինքը բաշխտվի եւ թող դերը մեզի մեր աղոթքը լա որ մեզ արտուն եւ սկաս վահի որովհետեւ միշտ արտունը լանք սատանան ամեն չանք կնե անոնց որ գործի մեջ են անոնց որոնք աշխատանքի մեջ են որովհետեւ ետ գեցին բայց մենք երբ որ ամեն ժամ աղոթքի մեջ լանք այդ կոդին ամուր գնաներ չգնա Ամեն։ Én շնորհակալ եմ Սալպիկույրս Գարո, խնդրեմ եղբայրս։ որ երոջը խոսքը բաժնեցին Շատ կարևոր նյութեր, շատ ես արդեն դիրոջ ներկայությունը գսկայի, Գարո գսկամ, որ զորեղ է, ներկայ է դերը, իսկապես եւ գուզեի որ աղոթք մնես անոնք որոնք պատրաստ են իրենց սրտերը դիրոջը հանձնվելու հիմա է ժամանակը, հիմա է փրկության ժամանակը։ Ամեն։ Աղոթք եղբայրնագենք, խնդրեմ։ Սիրելիս, ով որ լաս, ինչ որ լաս, մեծ, բստիկ, թերին, սև, գարմիր, ինչ լա, ուր որ գտնվիս, արաբական երկրի մեջ, Եվրոպայի մեջ, Ամերիկայի մեջ, ուր որ լաս, Հիսուսի եկուր։ Քանի որ ադիգա է հավիտենականությունդ, ադիգա է քու վախճանդ, ադիգա է օմեգան, այսինքն վերջավորությունը։ Հիսուսը ասավ ես եմ ալֆան, ես եմ օմեգան։ Ասե դեր կխոստովանիմ քո արջևը, որ ես սխալ ընթացքի մեջ էի։ Ասե ով դեր ներե ինձի, իմ մեղքերս։ Մի մտածել, որ եթե ներողություն խնդրես, ետ պիտի ինաս Աստծո ցկե։ Աստված կարող է քեզի իր խորվագովը, իր սուրբ ոգին որ քո մեջ դիտնե, ադիգա է որ քեզի պիտի օգնե, որպես ոչ ասես մեղքին։ Ասե դեր գտնին որ դու իմ բրդիչս ես, ինձի համար հաճվեցար, ինձի համար քո արունը տապեցիր, եւ ես հիմա գտնին քեզի որպես իմ դերս, իմ բրդիչս, իմ Աստվածը։ Եվ ով դեպ իմ անունս գնաց կրկիտ մեջ արցանակը։ Ասիկա բարձ բամն է։ Ամեն։ Ով դեպ հետ այսու ես քու զավակդեմ։ Եվ դու իմ Աստվածս։ Ամեն։ Ամեն։ Ունիկ ծեր կյանքի մեջ ժամանակներ, հանգրվաններ, որ ասում եք բաժնվել եք, կամ գաբրիկ քաղճ կյանքը եկուր հավաքվիր եւ Աստծո կով եկուր եւ ասե ով դեպ ես առաջվա սիրույս ետ պիտի դառնամ Ամեն։ Ասերս ես դու ասե եւ ես քեզի պիտի սիրեմ եւ ես քեզի պիտի սպասեմ եւ ես քեզի հավատարիմ զավակ պիտի ըլլամ դու ինձ ծառաչի գոչեցիր դու բարեկամդ դու սիրելիդ գոչեցիր եւ ես ալ պիտի սպասեմ քեզի Այո դեր այս աղոթքն է եւ եթե դու Աստծո հետ այս աղոթքը գնես վստահ եղիր որ դու մեծ Jagadakiren piti azadis. Աստծո ձեռքերում մեջ պիտի։ Ես ասում կխնդրեմ ով դեր հիշե անոնք որոնք այսօր քեզի զավակ դիգնան։ Հաստատե անոնք Սուրբ ոգի Աստված իջիր եւ գործի անոնց կյանքին մեջը։ Այսօր շատեր կան որոնք քեզի կսպասեն ով դեր։ Շատեր կան որ այսօր անձնասպանության ոգին իրենց մեջ կգործե, բայց մենք Հիսուսի անունով կվտարենք անոնք եւ կհայտարարենք եւ Հիսուս Քրիստոսի բրգությունը Եվ Հիսուս Քրիստոսի օգնությունը եւ օրհնությունը։ Ամեն։ Ով դե մեր հայ ասկը, մեր հայ ժողովուրդը այսօր քեզի գբերեն։ Որովհետեւ մեր հայ ժողովուրդը վերածնունդ ունենա։
Գրիգոր լուսավորիչի օրվան պես, որպես ետ քեզի կան եւ դու խոստում դվիր, որ դու երես մեզի պիտի դարձնես, պիտի բժշկես եւ մենք դու ընդրված ասկտ ետ պիտի լանք Հիսուսի անունով։ Ամեն սրտով, ամեն։ Ամեն գարո, հալելույա։ Բարձկտ կադար այս անուշիկ խոսքերով դիրոջը աղոթքով երկեցողությամբ Բեկարյան ընտանիքը միացավ կաֆիթայմին եւ իրենց շնորհալի դաղանտները դիրոջը парքին թակավորչան համար մեզի հրամցուցին քաղցր համով ճաշմը հոգիով ճաշ հոգիի ճաշերնից այսօր մեզի սնունդ տվին парք Հիսուսին ալլա դերը հաստատ բահեգարո բահե պահպան է քեզ դի անուշիկ դիգինդ Անժելան Մարիանան Մայդան Աստված ամեն չարեմ բահեցեզի իր համար ամեն սիրելներ գիտենք որ Աստծո այս բոլոր բաները Աստծո փրկության ծրագրին մեջն են իր մեջն է իր ծրագիրներում մեջն է որ օդարփան բիդի չի սվեն գասկե հետո ինչ որ ալբադայի աշխարի վրա մեկ բան պետք է գիտնանք եւ պատրաստ լանք որ Հիսուսի քալուստը մոդ է հապշտակելու իր զավակները парք իր սուրբ անվանը եւ այս գա մեզի գոչմն է որ գարո եղբայրարա որ ոչ թե միանանա աշխարհներուն այլ հավատացյալներուս մեզի եւս որբեսի պատրաստ լանք դիմավորելու մեր փրկին Հիսուս Քրիստոսի եւ եթե անցեր կան քենցած են անցեր կան նեղված են մանուկներու պես երեխաներու պես անցեր կա ողագալությամբ ադելությամբ թարնությամբ ինչ որ գա որ ոչ թե միայն մեղքերը որ շնություն է բորոնգություն է այս է այն է ադոնց մե թուրս այդ տեսակ մեղքերեն թուրս սրդի գեցվածք մը գա աստեղը սրդի մակրության գարիքը գա որ Տեր Հիսուսը սավան որ սրդով մակուր է զասված պիտի տեսնե եւ նաեւ գարո եղբայր ես այս բանին ալ գահավադամ որ եթե մենք սիրտերնից մակուր բահենք մեր նմանը սիրենք մեր նմանը ներենք եւ գամ եթե պետք է ներողությունը սենք ասոնք մեզի նաեւ երգինք պիտանեն անոնց գողքին ծառայություն է նվիրում է դեսագավոր բաները բայց հիմնականը սիրելն է մեր նմանը ներելն է մեր նմանը այո թերևս չենք կորձակցիր իրարու հետ որովհետեւ անցեր կան որ դժվար է բայց կոնե ողջ չենք պահեր այո թարնությամբ չենք նեցվիր սրդովնից ներենք մեզի համար բիդլա թիմացինին չբիդի ալլա մեր թեթևության համար մեր ազատակության համար մենք կներենք եւ գսիրենք եւ դերը մեզ այսպիսի սրդեր գուզե իրեն նման ինչպես Հիսուսը սավ խաչին վրա այդ զինք խաչողներուն հայրները բասզիչիցան ինչին սո մենք այս աղոտ կնենք մեր սասնողներուն մեր սիրտը մաքուր բահենք սիրելներ այս չար աշխարհի մեջը մեր սրդին մեր խորհուրդներուն վրա աղոթենք մեր զավակներուն եւ մեր ընտանիքին եւ շատ կսիրեմ օրը անցմը հավատացյալ մը գարո ըսա որ վերջին օրերում մեջն ենք ըսա նոյ ինչպես ընտանիքը արավ եւ դաբանը մդավ նոյ եւ ընտանիքը փրկեց շատ սիրեցի ասփանը ըսա այո հավատացյալները ընտանիքով պետք է փրկվելու համար աշխարհեն պետք է զատվին եւ միասին լան բայց եւ ամենից չստացվի որ ամենադեն գարո ինչ կնան գնել մն աստված լուրունի դերը լուրունի իր փարի է վերջին օրերուն նշաններն մեկն ալ նոյի օրերուն պես է միայն ամուսնանալ միայն գերագուր ուտել մենք այդ օրերուն մեջն ենք այո ջրհեղեղը եղավ նույնը բիդլա Հիսուսի նույնը բիդլա Արտուն եւ սկաստ դերը ողորմի մեզի փոլորիսալ սիրելիներ գարո շատ աջելի էր իրավես հոգիս հրջվեցավ եղբայրս շատ կարևոր նյութ վերցուցած ես հիմնական եւ այս է հիմնական նյութը այս է որ բոլորս պատրաստ ենք իր քալստյան հապշտակության դեր արժանացնե ամեն բայրս այդ օրերուն շատ լավ ցեզ մեջի գշտացիր սիրելիներ ու ծառայությունը քույրս շնորհակալ եմ թող փառքավաճի եւ շատերու փրկության միջոց լա ամեն թող վարձադրե եւ բոլորս ցերքի դալով պատրաստ լինենք Քրիստոսի քալստյանին ամեն սիրելիներ այսա լսեմ ու վերջացնեմ ուրիշներու կյանքով չսփաղինք ժամանակ չի գա արդեն ամեն մարդ ինքը իր անձին պատասխանատու է ամեն մեկս բոլոր սասոադյանին արչեւ բիթկենանք հաշիվ բիդի դանք բարի գամչա
Ես ով եմ, որ ուրիշին դեղը որոշեմ, երկինք պիտ մտնե կամ ոչ, արժանի է կամ ոչ։ Մենք ով ենք սիրելիներ, վերջին խոսքը Աստծո է։ Այնպես որ մենք Աստծո դեղը չանցնենք, մենք մեզ չաստվածացնենք։ Okay, սիրելիներ։ Այո, մենք մեզ չաստվածացնենք, մենք արի դերը չուզեր որ մեկս մյուսին թադենք, վերցնենք այդ հոգին մեր վրան, Աստծո տանենք, դերը ինքն է պիտի մեզի թադե բոլորիս, հետևաբար ամեն մեկս ստվիր պիտի լանգ Աստծո հետ։ Ժամանակ չի գա, ամեն մարդ ինքը իրանցին վրա թող աշխատի, սիրելիներ, Հիսուսի կալուստը մոտ է, այդ կսե գարու եղբայրը, ուրիշին հետ քոր չունենք, ժամանակ չի գա, եթե մենք մեզի նայենք, ինչեր գա, ուրեմն անոր վրա պետք է աշխատենք սիրելիներ, պատրաստ լալու դիրոջ թակավորության համար։ Արո օրնյալը լաս ախբարս շատ գեղեցիկ էր, սիրտս հրջվեցավ, սիրտս ստեցվեցավ, օրնյալը լաս քեզ եւ ընտանիքդ Տերը պահե։ Ամեն։ Հիսուսի անունով։ Մենք անշուշտ քալիք օրերուն Աստված արքեկները վերցնե հաջիկ կաֆի թայմին համար աղոթեցեք, բավական հագարագողներ կան, գարո այդ սենյակդ որ պիտի մտնես կաֆի թայմի հիշե հաջիս եղբայրներս, իշխանիները, չարախոսները Հիսուս լրեցնե, վնաս չէ, դերը լուրունի, դերը բարի է, գարդոնե, որբեսի մենք ավելի զինված դիրոջը թակավորության մեջ կորձենք։ Ամեն։ Եղավ սիրելիներ, բարի օրնյալ օր եւ weekend-ը լա շաբաթ կիրակի ցեզի օտային համբույրներ Քրիստոսով եւ ցեզի գարո շնորհակալ եմ դարձյալ եւ մնաք կարող գսենք ձեր բոլորին բարի օրնյալ օր եւ առայժմ ցտեսություն bye 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 bye. Bye.